Հայաստան դաշինքը խորհրդարանական ընտրարշավին հակված է մասնակցել նույն ձևաչափով եւ ամենայն հավանականությամբ Ռոբերտ Քոչարյանն էլ կլինի այդ ուժի վարչապետի թեկնածուն։ Դեռ այո, ես եմ այն հավանական, ավելի մեծ հավանական թեկնածուն, որը գլխավորի ցուցակ։ Ըստ Ռոբերտ Քոչարյանի ընտրություններին մասնակցելու ձևաչափի ցուցակի առաջին համարի մասին վերջնական պաշտոնական հայտարարությունը կլինի փետրվարին, երբ կամփոփվեն իրենց սոցհարցումների արդյունքները եւ պարզ կլինի, թե ով է ամենաբարձր վարկանիշով թեկնածուն Հայաստան դաշինքում։ Եթե սոցիոլոգիան ցույց տա, որ ես եմ ամենից մեծ ձայնով բերող, այսպես ասենք, ուրեմն ես եմ ունոր։ Եթե հայտնվել է մեր դաշինքում որևէ մեկը, որը կարող է ավելի մեծ, այսպես ձայներ ապահովի, ուրեմն նա է։ Ես շատ ուրախ կլինեմ, որ դա ես չլինեմ։ Ասես մի մեծ բեռից շատ մեծ բեռից կազատվեի, բայց Միևնույն ժամանակ երկրորդ նախագահը կարծում է, դասալքություն կլինի ընտրապայքարից իր հրաժարվելը։ ու այս վիճակում ասենց զուտ պայքարից փախնելը կհամարեի ասենց դասալքություն։ Ռոբերտ Քոչարյանը վստահ է, իրենից լավ ոչ ոք չի կարող երկիրը հանել այս ճգնաժամային իրավիճակից։ Այսպիսի վստահություն երկրորդ նախագահին տալիս է իր կենսագրությունը։ Պատերազմական, պետական կառավարման մեծ փորձ, որին պաշտոնաթողությունից հետո գումարվել է կորպորատիվ կառավարման փորձը։ Ռոբերտ Քոչարյանը 12 տարի անկախ տնօրեն է եղել Սիստեմա AFK ընկերությունում, պաշտոնը թողել 2021-ի ընտրություններից առաջ։ Ընկերությունը շատ մեծ ընկերություն է։ Դուք եթե ուզում եք պատկերացնել, թե դա ինչ ծավալի ընկերություն է, ասենց ասեմ, օրինակ ունի գյուղատնտեսական ակտիվներ, ավելի քան 200,000 հեկտար վարելահող, որոքվող, մոտ 200-250,000։ Պատկերացրեք դա համեմատեք Հայաստանի հետ։ Օրինակ ունի բժշկական ակտիվ, մեծի 120-ից ավել, թե 150 բժշկական կենտրոններ, հիվանդանոցներ, ավելի շատ քան Հայաստանում ընդհանրապես։ Այդ ընկերությունում ես աշխատել եմ 12 տարի։ Եվ բացի պետական կառավարման փորձից, որը ես ունեմ որպես նախագահ, վարչապետ, Ղարաբաղի նախագահ, հսկայական փորձ են ձեռք բերել կորպորատիվ կառավարման հսկայական մեծ ընկերության մեջ։ Դուք նշեք Հայաստանում որևէ մեկին, որը այդ կարգի փորձ ունի եւ պատերազմական եւ պետական կառավարման եւ մասնավոր հատվածում։ Նշեք գոնե մեկ մարդու անուն։ Եվ շնորհակալություն, որ դուք հիշեցրեցիք, որ ես AFK սիստեմայում անկախ տնօրեն եմ եղել 12 տարի շարունակ։ Եվ այս ունիկալ փորձը կարող է ծառայել հենց մեր ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետության շահերին։ Հենց այդ ունիկալ փորձն ու հեղինակությունն են գուցե պատճառը, որ Փաշինյանի իշխանության գրոհների թիրախը երկրորդ նախագահն է։ Քոչարյանը նկատում է, փաշինյանական քարոզչա մեքենան նախկին թալանչիներ կլիշեի տակ մի հարթության վրա է դնում բոլոր նախկին ղեկավարներին։ Նաև իր կառավարման շրջանի հաջողությունները ստվերելու համար։ Մինչդեռ ըստ երկրորդ նախագահի Հայաստանի նախկին նախագահների միակ ընդհանրությունն այն է, որ նրանց աշխատանքային գրքույկում նշում կա, որ պետության ղեկավար են եղել։ Իմ մոտ միշտ հարց է առաջանում, թե ինչն է հիմքում այդ նախկինների նույնացումը։ Պետք է չէ այդ հարցը առաջանա։ Բնավորությամբ լրիվ տարբեր ենք երեք նախկին նախագահները։ Եթե հնարավոր է երեք տարբեր իրարից շատ հեռու sense մարդիկ հորինել, ապա մենք այդ երեք նախագահներն են, Տեր-Պետրոսյան, ես եւ Սերժ Սարգսյանը։ Լրիվ տարբեր ենք բնավորություններով։ Հայացքներով եւս լրիվ տարբեր ենք։ Աշխատանքի ոճով եւս լրիվ տարբեր ենք։ Մեր աշխատած տարիների արդյունավետությամբ եւս լրիվ տարբեր ենք։ Թիմային տեսանկյունից եւս լրիվ տարբեր ենք։ Ինչն է մեզ միայն միացնում։ Մեր աշխատանքային գրքույկում գրած, որ նախագահ ենք եղել։
Ռոբերտ Քոչարյանը չի հասկանում այն մարդկանց, որոնք պնդում են, թե նախկին նախագահների մասնակցությունը ընտրություններին մեծացնում է Փաշինյանի ընտրվելու շանսերը։ Անհեթեթ է համարում թեզը, թե նախկինները գնան, պայծառ ապագան կգա։ Հիմա լավ, եթե միայն այն հանգամանքը, որ աշխատել ենք նախագահ, բավարար է, ասենց նույնացնել եւ ասել դուք ասենց փաթեթային, դուք չպիտի մասնակցեք, որովհետեւ եւ այլ, եկեք մի հատ մտածենք, ասենք բոլոր նախարարները չպիտի մասնակցեն, որովհետեւ նախարարներ են եղել, բոլոր падգամավորները չպիտի մասնակցեն, падգամավորներ են եղել, բոլոր օմբուդսմենները չպետք է մասնակցեն, որովհետեւ օմբուդսմեններ են եղել եւ այսպես շարունակ։ Դա նորմալ է։ Եթե նորմալ չի։ Հայաստան դաշինքի առաջնորդը վստահեցնում է, Փաշինյանի իշխանազրկումը այս ընտրությունների արդյունքում ավելի իրատեսական է։ Փաշինյանը եկել է մի կարգախոսով, որ բանա չէ, որ ժողովրդին սիրում է։ Հետո պարզվեց, որ փողն է սիրում։ Ոչ թե ժողովուրդը։ Փաշինյանին չի հաջողվի խաբել ժողովրդին, ինչպես 2021-ին կարծում է Քոչարյանը։ Ըստ նրա, ժողովրդի աչքերը բացվել են, մարդիկ տեսնում են, որ թոշակները չեն բարձրանում, բայց գրչի մեկ հարվածով միլիոնների պարգևատրումներ են ստանում նախարարները։ Ունենք օրակարգ հաստատված է։ Եվ դա այն դեպքում, երբ հենց Փաշինյանն է խոստովանել, որ իր կառավարությունը 7 տարի մնացել է նույն դասարանում եւ ոչինչ չի սովորել։ Ռեգուլյացիա։ Ինչ խոստումներ ա տվել։ Եվ փորձեք հիմա գնահատել, թե այդ խոստումների որ մասն է կատարված, ընդհանրապես ինչ որ մի բան կատարված է, թե ոչ։ Բացարձակ 99%-ը սուտ էր։ Հիմա հարցը ավելի շատ հետևյալի մեջ է։ Մեր միամիտ քաղաքացին քանի անգամ է պատրաստ խաբվել։ Անցած անգամ ես մի բան էի ասել, բրիտանական մի ասացված կա, չէ՞, որ ասում է, բան, եթե մեկը քեզ խաբել է մեկ անգամ ամոթ իրեն, եթե երկրորդ անգամ ամոթ քեզ։ Հիմա մենք մեր միամիտ քաղաքացիների քանակը ինչպիսին է։ Սա ուղղակի հարց է ձեր պատասխանին։ Համեմատեք ինչ է խոստացվել, ինչ է արվել։ Իմ ամենից մեծ խնդիրը քաղաքականությամբ զբաղվելը նա է, որ ես մի քիչ լուրջ եմ վերաբերվում իմ խոստումներին, իմ ասացին, իսկապես լուրջ եմ վերաբերվում։ Նախագահ եմ եղել, ես չեմ խոստացել, որ թոշակները 6 անգամ կբարձրանան։ Չեմ խոստացել։ Ասել եմ, բա որ չստացվի, հետո ինչ 30 պիտի մարդկանց հետ հանդիպեմ։ Միշտ ասել ես շատ ավելի փոքր, արել ես կրկնակի ավել։ Դուք հանեք 2003 թվականի իմ նախընտրական խոստումները եւ թող մեկը ասի, որը չենք արել այն ժամանակ։ Ես էլ հիմա կարող եմ հանել 21 թվականի ԿՊ-ի խոստումները եւ չեմ կարող գտնել, թե ինչ են արել։ Հիմա միթե հիմա ստիպված սկսում են խոսալ խաղաղությունից։ Հիմա միթե սա բավարար չի ենթադրել, որ մեր ժողովուրդը վերջապես, ասենց ասեմ, աչքերը բացվել է։ Աչքաբաց փորձառու կառավարություն ձևավորելն է ընդդիմության նպատակը։ Քոչարյանը կարծում է, այս ընտրություններին ընդդիմությունը 3-4 խոշոր միավորով պետք է մասնակցի, որպեսզի չփոշիանան իշխանությանը մերժող ընտրողների ձայները։ Այն ուժերը, որոնց նպատակն իսկապես Փաշինյանին իշխանազրկելն է, պետք է նախապես հայտարարեն, որ անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում չեն միանա ԿՊ-ին, օգնելով այդ ուժին նորից վերցնել իշխանություն։ Պատկերը չունենալու համար անցած ընտրությունների փոշիացված ձայների առումով բարենպաստ պայմանները խոշոր բլոկներ միավորելու համար։ Եվ իսկապես բարենպաստ են այդ պայմանները։ Ես կցանկանայի, որ 3-4 բլոկ այդպիսի մենք ունենանք։ Ունեմ այն ինֆորմացիան, որ իրար հետ բանակցում են, որոշ տեղ հաջող, որոշ տեղ ոչ, բայց իմ տպավորությունը այնպիսին է, որ պատկերը շատ ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար։ Ըստ Քոչարյանի, վարչապետի թեկնածու պետք է առաջադրի ամենաշատ ձայներով խորհրդարան անցած ընդդիմադիր ուժը։ Եթե այդ թեկնածուի շուրջ կոնսենսուս չլինի, նույն ընդդիմադիր ուժերը պետք է առաջադրեն որևէ տեխնոկրատի թեկնածություն։ Ով շատ ձայն է հավաքել, նա այդ իրավունքը ունի։ Եթե այդ թեկնածուն, այդ շատ ձայներ հավաքած թեկնածուն, այնուամենայնիվ թեկնածուի պատճառով չեն կարողանում կոնսենսուսի գալ այս ընդդիմադիր դաշտում, կա երկու տարբերակ։ Կամ երկրորդ փուլ, մեր սահմանադրությունն է սա ասում։ Առաջի երկու տեղը գնամ են երկրորդ փուլի,
Կամ էլ ուղղակի այդ մարդը կամ այդ քաղաքական ուժը ասում է, օքեյ, ես պատրաստ եմ կոմպրոմիսի, մտածենք այլ օրինակ տեխնոկրատ վարչապետի տեխնազության մասին։ Եվս տարբերակ է։ Եվ իմ կարծիքով ավելի ճիշտ է չմտնել երկրորդ փուլի մեջ։ Այլ կոնկրետ գնալ փոխզիջումային տարբերակով գտնել այնպիսի լուծում, որը հնարավորություն կտա ավելի քիչ ցնցումներով առաջ շարժվել։ Այո, ամբիցիաները մի կողմ կեն։ Ըստ Հայաստանի երկրորդ նախագահի, Փաշինյանը հավանաբար արդեն հասկացել է, որ վարկանիշը փրկելու խնդիր ունի։ Դրա համար է թմբուկ զարկում, երգ գրում, սրտիկներ ուղարկում։ Ըստ սոցհարցումների, վարչաբենդի սոլիստը ամենացածր վարկանիշն ունի 18-ից 35 տարեկանների շրջանում։ Եվ Քոչարյանի բառերով հիմա կապիկություն է անում երիտասարդության սիրտը շահելու համար։ Հնարավոր է Քոչարյանն ինքն էլ նախընտրական շրջանում ոչ ստանդարտ քարոզչական հնարքների դիմի։ Կապիկություն հաստատ չեմ անելու։ Հասկանում եմ, որ սոցցանցային աշխարհում մեկ-մեկ պետք է ոչ ստանդարտ ճյուղությունների գնալ, բայց կա մարդու տեսակ եւ մարդ եթե մտնում է ինչ-որ մի process-ի մեջ, ինքը շատ չի կարող տարբերվել իր տեսակից։ Իր տեսակի մեջ պետք է լավագույնս ինքը իրեն դրսևորի։ Հիմա մարդ կա, որ ինչ կապիկություն լսես կարող անել։ Ֆինլանդիայում մի սիրուն աղջիկ էր վարչապետ դարել մի ժամանակ, ասես տրժում, հետո պարզվեց, որ մի քիչ էլ քիթներ քաշում, հետո գործից հրաժարական տվեց։ Բայց շատ սիրուն աղջիկ էր։ Հիմա ինչու մասին է խոսքը։ Դու պետական գործիչ ես, այո, դու պետք է հումորի զգացում ունենաս, դու կարող ես քեզ դրսևորել տարբեր կերպ, բայց երբ որ դու որպես պետական գործիչ ցնցես կապիկությունները, սա իմ տպավորությամբ պետք է հակառակ ինչ-որ բան ազդեցություն ունենա։ Երկրորդ նախագահի համոզմամբ այս ընտրություններում Փաշինյանին չի հաջողելու իր կառավարման շրջանի ձախողումները, պարտությունները, այսպես ասած, ուրիշների գրպանը գցել։ Ում գրպանն են գցելու, որ թոշակառուի թոշակը չի ավելացել։ Բայց դու տարեկան $1 միլիարդ պարտք ես վերցրել, ամեն տարի։ Դա ում գրպանն են գցելու։ Քոչարյանն է մեղավոր։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Մտածող, վերլուծող։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։